Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Վիլյամ Գաթրի, օր հուլիսի 22։ Առատ ջրերը սերը չեն կարող հանգեցնել և գետերը նրան չեն ընկղմի, եթե մի մարդ սիրո համար իր տան ամբողջ ունեցվածքը տա, անարգելով կանարգեն նրան։ Երգերգոց 8-րդ գլուխ 7-րդ խոսք։ Վերածնված մարդու սիրտն ու զգացմունքները նորոգվում են, սիրտը դառնում է նոր սիրտ, մարմնեղեն սիրտ, որն ընդունակ է ընդունելու ներգործություններ, որի վրա դրոշմված է Աստծո օրենքի պատկերը և որի մեջ դրված է Աստծո երկյուղը։ Դրա շնորհիվ մարդու պարտականությունը ասես դառնում է նրա համար բնական և հարազատ։ Ձեզ նոր սիրտ պիտի տամ և նոր հոգի պիտի դնեմ ձեր մեջ, ձեր մարմնից պիտի վերցնեմ քարե սիրտը ու ձեզ մարմնեղեն սիրտ տամ, և իմ հոգին պիտի դնեմ ձեր մեջ և այնպես անեմ, որ իմ կանոններով ընթանաք, իմ պատվիրանները պահեք և դրանք կատարեք։ Եզեկիել 36-րդ գլուխ 26-27 խոսքեր։ Մեր սիրտը քարե սիրտ էր, որը զուրկ էր Աստծո երկյուղից։ Այժմ զգացմունքները նորոգվել են, սերը նույնպես որոշ չափով նորոգվել է և ձգտում է դեպի Աստված։ Ես պիտի սիրեմ Տիրոջը։ Սաղմոս 18-րդ գլուխ 1-ին խոսք։ Նոր սիրտը սիրում է նրա օրենքը։ Որքան եմ սիրում քո օրենքը։ Սաղմոս 119-րդ գլուխ 97-րդ խոսք։ Նա սիրում է նաև նրանց, ովքեր կրում են Աստծո պատկերը։ Սրանով բոլոր մարդիկ պիտի ճանաչեն, որ դուք իմ աշակերտներն եք, եթե միմյանց հանդեպ սեր ունենաք։ Հովհաննես 13-րդ գլուխ 35-րդ խոսք։ Մենք գիտենք, որ մահից անցել ենք կյանքին, որովհետև սիրում ենք եղբայրներին։ Առաջին Հովհաննես 3-րդ գլուխ 14-րդ խոսք։ Աստծո ժողովրդի հանդեպ այս սերը հիմնված է մաքուր շարժառիթի վրա, որովհետև նրանք Աստծո զավակներն են և պահում են նրա պատվիրանները։ Այդ սերը մաքուր սրտից ջերմեռանդ է, ուստի տարածվում է բոլոր նրանց վրա, ում մարդը ճանաչում կամ համարում է այդպիսին։ Ես ընկեր եմ բոլոր նրանց, ովքեր երկյուղում են քեզանից և պահում են քո պատվիրանները։ Սաղմոս 119-րդ գլուխ 63-րդ խոսք։ Այս սերը դրսևորվում է բոլոր իրավիճակներում և պայմաններում, նույնիսկ այնտեղ, որտեղ չկա որևէ արտաքին բան, որ գրավիչ կամ գովելի լինի, բացի մարդու մեջ եղած Աստծո պատկերից։ Եվ այս սերը հաճախ այնքան ջերմեռանդ է լինում, որ արտահայտվում է կյանքի բոլոր հարաբերություններում, այնպես որ մարդը փնտրում է աստվածապաշտ կին և աստվածապաշտ խորհրդական։